Դե ինչ, վերադարձանք տաղավար, սիրելի հեռուստադիտողներ, փոքրիկ ճամփորդությունից հետո գնացել էինք Արագածոտնի մարզ ու Ջանգյուղ եւ ինչպես հենց ուջանցիները ասացին, եկեք ուջան, որպեսզի վայելեք այստեղի բերքը, բարիքը, չրերը, քաղցրեղենը, մեղրը, բայց եւ Անուշը ձեռքերը թափտալով չի եկել, դատարկաձեռն նա չի եկել, նա եկել է այդ դեղցերով եւ դեղցի հետ կապված այսօր շատ հետաքրքիր բաղադրատոմս է մեզ առաջարկելու Անուշ։ Բարի լույս սիրելի գործընկերներ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, գյուղից ով է գալիս դատարկաձեռն։ Ոչ ոք։ Ես բերել եմ իհարկե դեղցը, մեղրը ու հիմա պատրաստելու եմ աղանդեր դեղցով։ Ինչպես զգում եք, լսում եք, արդեն դեղցը այստեղ տապակվում է։ Մյուս անգամ որ գնաս ուջան գյուղ, խնդրում եմ կբերես չրերը, որովհետև մանեն։ Ես շատ եմ սիրում դեղցի չիր, հատկապես դեղցի։ Մանե փորձեցի այնքան համեղ էր, բայց պետք է գնալ ուջան։ Դեղցի չենք բերել, այո, որովհետև դեռ չորանում էր, դեռ ժամանակը չէր, բայց համտեսեցինք շատ լավն է, այնպես որ ուջան գյուղ գնացեք։ Այո, 2-3 շաբաթ եւ կարող ես արդեն գնալ ուջան գյուղ եւ վերցնել եւ ձեռք բերել այդ չրերը դեղցի։ Իսկ դու ինչ կուզես, ինչ բերեմ քեզ ուջանից։ Ինձ էլ դեղց բեր, դեղցի չիր բեր, ես էլ եմ սիրում։ Շատ լավ։ Պայմանավորվեցինք։ Ես հիմա ասեմ, որ դեղցը կիսել եմ, այսպես երկու մասի եմ բաժանել ու տապակում ենք հիմա կարագով ու մի փոքր ավելացնում ենք ձիթայուղ, որպեսզի ուղղակի կարագը չվառվի։ Իսկ շաքարավազ պետք չէ ավելացնել։ Ոչ, այս դեպքում ոչ։ Եվ այս ձևով հակառակ շրջում ենք ու տապակում ենք։ Մի փոքր ցածրացնենք։ Հա, թեժ է քեզ մոտ խոհանոցը Անուշ։ Եվ կափարիչը բաց շատ աղմուկ է։ Զգուշությամբ բաց կափարիչը։ Փորձենք, ահա, արդեն տապակվել է։ Արդեն պատրաստ է։ Այսքան արագ։ Փաստորեն։ Անուշի մոտ ամեն ինչն է արագ մի հարցերով։ Անուշ, բայց դու նշեցիր դեղցը, մեղրը ու չնշեցիր մյուս բաղադրիչները, էլ ինչ է մեզ անհրաժեշտ։ Մեզ անհրաժեշտ է նաև կրեմ պանիր, շոկոլադ եւ պատկաբլիթներ եւ իհարկե մեղր։ Իսկ մեղրը որտեղից է բերված։ Քեզ մոտ ամեն ինչը ինչ որ մի մարզից է։ Նորից ուջան գյուղից հենց մենք տեսանք տեսանյութի մեջ, որ մի ընտանիք հենց դեղցի չիր էր պատրաստում եւ պարոն Ազատյանի հենց, այո, մեղուների պատրաստած մեղրն ենք Դեպ շատ հյուրընկալ ընտանիք էին, որովհետև բոլորին առաջարկեցին գնալ ուջան, այցելել հենց նրանց տուն, լավ է հիշում ամեն, որ անպայման գնա։ Իհարկե, ես վարքյաններ անց Անուշից խնդրելու եմ նաև կոնտակտային տվյալներ դեղցի չրի հետքերով։ Հասցրել վերցրու եւ վերջ։ Ահա։ Հիմա ինչ ենք անում։ Մենք կարող ենք մի քանի տեսակ պատրաստել։ Օրինակ կան մարդիկ, որ սիրում են հենց այսպես։ Կարող ենք մեղրը ավելացնել, ինչպես օրինակ մանեն։ Կարող ենք ուղղակի մեղր ավելացնել, եթե կուզես։ Եթե ոչ, կարող ենք հենց այսպես, դասական ձևով թողնել։ Արի մեղրով կարող ենք, մի քիչ մեղր կավելացնել։ Մի քիչ ուրեմն մեղր ամենավերջում բոլորի վրա միևնույնն է ավելացնելու եմ։ Հիմա այսպես կրեմ պանիրը տեղավորում ենք դեղցի վրա։ Օրթեն համով է, պատկերացնեմ։ Պատկերացրեցիք չէ՞։ Որովհետև այս կրեմ պանիրի հետ շատ համեղ են բոլոր ջեմերը, օրինակ ծիրանի, դեղցի եւ այդպես շարունակ։ Շատ համեղ կլինի նաեւ այս տարբերակով։ Այո։ Եվ տարբեր տեսակի պանիրներ առհասարակ հիմա շատ մոդայիկ է դարձել։ Թուզը, դեղցը, բոլոր տեսակի մրգերը տարբեր պանիրներով, հատկապես կապույտ պանիրով, բրի պանիրով պատրաստում են կրեմ պանիրով, հացի վրա քսվում է կրեմ պանիրը, կարագի փոխարեն եւ վրան արդեն ավելացվում է ջեմը։ Շատ համեղ է։ Կապույտ պանիրը ես քանի որ չեմ սիրում, դրա համար մի անգամից հերքեցի։ Հանեցինք ցուցակից։ Բայց իրական կապույտ պանիրով հենց թուզն է շատ համեղ, կարելի է նույնիսկ տեղափոխել ջեռոց, բայց դու չանես դա։ Ահա, Լուսինե, հիմա ինչ ենք անում։ Կտրում ենք շոկոլադը, այսպես ուղղակի կփշրենք
Կարող ենք շոկոլադն էլ հալեցնել, իհարկե։ Այսպես լցնել, ավելացնել։ Մանրացնում ենք, շոկոլադ սիրում եք։ Շատ։ Այո։ Ասա այո։ Ասացի։ Երբ հարցում են շոկոլադ սիրում ես թե ոչ, միանգամից պետք է ասես այո։ Ուրեմն շոկոլադը կարող ենք ավելացնել բոլոր դեղցերի վրա։ Բայց իմի վրա խնդրում եմ մեղրը։ Այո, քոնը դասական վիճակով մնում է, ման է։ Չեմ մոռացել։ Ավելացնում ենք շոկոլադը եւ երբ օրինակ գիտենք, որ հյուր ունենք, բայց չունենք ինչ-որ քաղցր, որով սուրճ կմատուցենք մեր հյուրերին կամ թե, բայց ունենք միրգ, թխվածքաբլիթ եւ շոկոլադ, շատ արագ կարող ենք պատրաստել։ Ճիշտ է։ Շատ հետաքրքիր աղանդ էր։ Եվ նույն ձևով փշրում ենք թխվածքաբլիթը։ Բասա ինչ համեղ կլինի։ Շատ։ Այսքանը։ Ընդհանրապես անում։ Այո, ընդհանրապես։ Ահա թե ինչեր կարող է լինել խոհանոցում, Տանը քո ձեռքերով կարող ես աղանդեր պատրաստել ընդամենը 5 րոպեում, 8 րոպեում։ Իհարկե Անուշի բաղադրատոմսերը միշտ զարմացնում են իրենց արագությամբ եւ համով, բայց դրան զուգահեռ երբ նաեւ առողջ է լինում, որովհետեւ այստեղ վիտամինների պատկերացնում եք, չէ՞, ինչպիսի մեծ խումբ կա։ Մեղրի պահն է եկել։ Այո։ Տեսնենք ամենագեղեցիկ մեղրը ավելացնում։ Հիմա այո, ավելացնենք նաեւ մեղրը, շատ քիչ, որովհետեւ նա արդեն քաղցր է շոկոլադից եւ թխվածքաբլիթից, քաղցրություն կունենանք։ Մի փոքր, այսպես մի քանի կաթիլ։ Եվ հերթով բոլորը։ Եվ իհարկե, որի վրա ընդհանրապես ոչինչ չկա։ Տեսնում ես, չէ՞, վերջում քո դեղցն է։ Այո, մեղրով։ Առանց ոչ մի բանի, դատարկ, բայց մեղրով։ Բայց համեղ, շատ համեղ։ Վստահ եմ, մեր հեռուստադիտողները անպայման նաև այս տարբերակով կօգտագործեն եւ կվայելեն անուշ դեղցերը։ Իհարկե, ուջանով անցնելիս անպայման մտեք ուջանգյուղ ու գնեք, վայելեք շատ համեղ ուջանի դեղցերը։ Շնորհակալ ենք անչափ Անուշ եւ բաղադրատոմսի եւ առաջարկի համար, թե որտեղից ինչ համեղ միրգ ու չրեր այս դեպքում եւ իհարկե մեղր կարող ենք ձեռք բերել։ Հույս ունենք, որ ոչ միայն խոհանոցում դուք կշարունակես բացահայտումներ, այլ նաեւ Հայաստանով մեկ ու այլ ուղղություններ եւս բացահայտ կդառնան մեզ համար։ Իհարկե, մենք Բայց չմոռանաս մյուս անգամ ուջանից բերում ես չրերը։ Չրերը, դա մենք ես եմ գնում։ Հա, ճիշտ է, լավ, դու ես գնում։ Չիրը ես կբերեմ։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք։ Անուշ լինի։ Իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ շարժվենք առաջ։